Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը երեկ անդրադարձել է իր հասցեին այն մեղադրանքներին, թե ինքը խախտելով օրենքը ներգրավել է քաղաքականության մեջ, մասնակցելով նախագահի Սփյուռքյան շրջագայությանը։ Ես այդ օրերին գտնվում էի արձակուրդում եւ մասնակցել եմ որպես հիմնադրամի փոխնախագահ եւ քննարկվում էին ոչ թե քաղաքական հարցեր, այլ համազգային նշանակության խնդիրներ։ Այնտեղի մասնակցությունը որևէ ձևով չի առնչվել այդ արձանագրությունների քննարկմանը կամ դրանց բովանդակությանը ես որևէ անդրադարձել չեմ արել։ Բա որովհետև դուք իրավունք չունեք, բռնություն մի կիրառեք։ Եթե դուք կհամարձակվեք, դու ձեր կոչումին տեր կկանգնեք։ Ահա այսպիսի երկխոսություններ ծավալվել մի խումբ քաղաքացիների, այդ թվում Աժե պատգամավոր Զարուհի Պոստանջյանի եւ ոստիկանների միջև։ Իսկ վեճի առարկան պաստառներն էին, որոնք իրավապահների կարծիքով չպետք է ցույց տրվեին։ Պաստառները դավաճանության մեղադրանքներ էին պարունակում իշխանությունների հասցեին, հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելու հետ կապված։ Կապանի բնապահպանները անհանգստացած են, որ Dino Gold Mining բրոնզամոլիբդենային կոմբինատի գործունեության վերաբերյալ վերջին 2 տարիների ստուգումների արդյունքները չեն հրապարակվում։ Այդ մասին կապանցիները դիմել են Էկոլուր հասարակական տեղեկատվական կազմակերպությանը։ Վերջինիս նախագահ Ինգա Զարաֆյանը A1+-ին ասաց. Տոքսիկ եւ ծանր մետաղներ, որով արդեն իսկ թունավորված է Կապանի տարածքը եւ հողը, եւ ջուրը, եւ սննդամթերքը, նրանք չեն կայքավում, նրանք կուտակվում են եւ շրջակա միջավայրում, եւ կուտակվում են մարդկանց օրգանիզմի մեջ։ Հայաստանում բարձր է մտավոր սեփականության յուրացման պիրատության ցուցանիշը։ Օրինակ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում չարտոնված ծրագրային փաթեթների օգտագործումը կազմում է 92%։ Պիրատությունը տարածված է նաև շոու բիզնեսի բնագավառում։ Ըստ երգչուհի եւ պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանի, դա իմ աշխատանքի քրտնաջան աշխատանքի գողությունն է, իմ հացն են գողանում։ Դա էլ իմ աշխատանքն է, դա էլ իմ բենզակալոնկն է։